Բարյոս ելիքորի եղբայրներ ջան, եւ հիմա մեր առաջի ձայնագրության մեջ, որ վերաբերվում է նախասահմանության կոնցեպտին, մենք խոսեցինք, որ նախասահմանությունը դա նշանակում է, երբ որ Աստված նախորոք հավիտենականության մեջ, իր մտածման ծրագրի մեջ, ընդհանրապես նյութական աշխարհ ստեղծելու տիեզերքի ամեն իրողություն իրականացնելուց առաջ ամեն բան նախասահմանել, որոշել է, թե ինչպես նրանց իրադարձությունների հետ իրականացումը կլինի, այսինքն որոշել է ամբողջ նրանց ընթացքը։ Սա կոչվում է նախասահմանություն։ Խոսեցինք, որ նախասահմանությունը, երբ որ վերաբերվում է երկրի ամբողջ այդ իրողության, այն խնդիր չի առաջացնում հավատացյալների միջև։ Հավատացյալի միջև խնդիր առաջանում է, երբ որ նախասահմանությունը առավել նեղ օղակներում դիտարկում է մարդու փրկության եւ կորուստի հարցը։ Եվ մենք անդրադարձանք սրան եւ տեսանք, որ կրկնակի նախասահմանություն գոյություն ունի, որին հավատում են բոլոր նրանք, որոնք ընդունում են Աստվածաշունչը որպես Աստծո խոսք, որտեղ բոլորն էլ հավատում են, որ Աստված որոշ մարդկանց խումբ նախասահմանել է փրկության, որոշ մարդկանց խումբ նախասահմանել է կորուստի կամ դատապարտության, լինելով կանխագիտությունից ելնելով եւ ոչ կանխագիտություն։ Դա համար մենք ասենք, որ նախասահմանությունը երկու կարևոր կետ ունի։ Այն կարող է լինի պայմանական, երբ որ Աստված տեսնում է մարդու ազատ կամքով որոշումը եւ հետո որոշում է իր որոշումը, եւ երկրորդը առանց մարդու ազատ կամքի որոշումը նայելու Աստված նախորոք արդեն ինքը որոշում է այս մարդուն փրկության, այս մարդուն կորուստի։ Սա երկու կարևոր կետեր են։ Ուրեմն նախասահմանությունը մարդու փրկության հարցում լինում է պայմանական եւ անպայմանական։ Պայմանականը կախված է նախորոք կանխագիտությունով մարդու որոշումների հետ հաշվի նստելուց, մյուսը մարդու որոշումների հետ հաշվի չնստելուց, այլ Աստված հաշվի անցնում իր ազատ կամքի եւ անկախ կամքի հետ։ Այս երկուսը եկեք հիշենք եւ ասացինք, որ միայն մերժում են այս կրկնակի նախասահմանությունը, մերժում են միայն այն հետևորդները, որոնք հանդիսանում են open theism կամ բաց աստվածություն, աստվածաբանական մոտեցման հավատացյալներ։ Նրանք ընդհանրապես մերժում են վախենալով, որ ասում են, եթե Աստված նախորոք ապագան գիտի, ուրեմն դրանք դրանից են վախենում, որովհետև եթե այս մարդը ապաշխարի եւ փրկվի, ուրեմն Աստված սխալ գիտեր այս մարդու մասին կամ այս առումով նրանք մերժում են ամեն մի դետերմինացիա, այսինքն ամեն մի նախորոք սահմանում եւ ասում են Աստված նախորոք չգիտի ապագան, այլ Աստված ուղղակի կարա հաշվարկի, Աստված գուշակում է ապագան, Աստված տեղյակ է ապագայից, բայց վախենում են այս տեղյակ բառն ասել, որովհետև եթե Աստված գիտի ով է փրկվելու, ով ոչ, արդեն այստեղ խնդիր առավ։ Դա համար ասում են չգիտի, այսինքն տեղեկանում է ընթացքի մեջ, այսինքն տեսնում է ինչ է եւ ըստ դրա էլ ինքը տեղեկանում է, այսինքն ինքը նախորոք չգիտի ինչ է լինելու։ Ուրեմն մենք սա եկեք հիշենք, սա մեր առաջի ձայնագրության մեջ, ես թվում է ավելի մանրամասն մենք այս մասին խոսեցինք։ Հիմա, քանի որ մենք արդեն խոսեցինք, որ կա երկու կարևոր կետ մարդու նախասահմանության մեջ պայմանական եւ անպայմանական, տեսեք, այս բառերը պետք է հիշենք եւ նրանց տակ եղած բովանդակությունը։ Պայմանական, այն նշանակում է, որ Աստված պայմանը դա մարդու կանխագիտությունով որոշումն էր։ Աստված հաշվի անցնում այդ որոշմանը, սա պայմանական նախասահմանությունն է։ Երբ որ Աստված չի նայում այդ որոշման եւ ինքն է որոշում, սա անպայմանական նախասահմանություն է։ Հիմա այս երկու նախասահմանության օղակներում ես ձեզ կներկայացնեմ ոչ թե երկու նախասահմանությանը մոտեցում, այլ երեք։ Կանադառնանք կալվինականին, կանադառնանք արմինիական կամ հերմենիուսական մոտեցման եւ կանադառնանք նեյտրալ ինչ-որ մի մոտեցման, որը նույնպես դասականում կա։ Տեսեք, ես կխոսեմ, թե ընդհանրապես նաև ցույց կտամ, թե շատերը, որոնք խոսում են կալվինական մոտեցման մասին, ինչպիսի ծայրահեղություն կարան տեսնել առանց ուսումնասիրելու, որտեղ տեսեք, դուք կարաք բառը ասեք կալվինականություն, բայց իրականում չհասկանաք, թե ինչ է ասել Կալվինը։ Դուք լսել եք ինչ-որ մեկից, պատգամների ժամանակ, ինչ-որ մեկը ձեզ այդ բառով վախեցել է, ինչպես օրինակ իմ կյանքում բապտիստական եկեղեցի, բապտիստական սովետական միության ժամանակ բապտիստ բառը ասում են նրանք մարդ են ուտում։ Ես կրոնից հեռու մարդ, ես այնքան որ գնում էի առաքելական եկեղեցի, մոմը վառում էի, հետո գնում էի իմ շենությունը անում էի, այսինքն ամեն ինչ, իմ գողությունը անում էի, գնում էի իմ մեղքերը գործում էի, նորից գնում էի մոմ էի վառում, կարծես ֆետիշ, այսինքն գնում էի մոմ էի վառում, որ ինքս ինձ հանգստացնեմ, որ ամեն բան իմ հետ Աստծո հետ իմ հետ հաշտ է։ Սա բնական մարդնակրոնական մարդու էությունն է։ Հիմա շենություն ասելով նկատում եմ նաև աչքերով, ճիշտ հասկացեք ինչ եմ ասում, աչքերով, սա որոշ մարդիկ շենություն են անում, ամեն իրենց կյանքում, ավտոբուսում, ամենտեղ, ինտերնետի մեջ, սա որը դրա մեջ են, սա մարդու մեղավոր բնության արտահայտությունն է, սրանից չեն կարող փախտել մարդիկ, սրանից կարան ազատվել միայն Քրիստոսի մեջ գալով։ Հիմա, տեսեք, այս առումով, երբ որ մենք անդրադառնում ենք այս խորհրդին, շատ կարևոր է բառի տակ ճիշտ բովանդակություն տեսնենք։ Այսինքն ես հիշում եմ, որ բապտիստի մասին խոսալուց այնպեսի մի ահռելի կերպար էին ներկայացրել,
որ երբ որ ես գնացի եկեղեցի, ինձ ասեցին մկրտական, հետո որ իմացա նրա անունը բապտիստական է, իմ մեջ վախ եկավ, այս ուր եմ ես եկել, ընկալում եք ինչի մասն է խոսքը։ Հետո հասկացա, որ բապտիստ, բապտիոզը հունարեն բառը նշանակում է մկրտություն, մկրտություն, այն ջրի մկրտությունն, այն Քրիստոսի մեջ մկրտվելն է, այսինքն տեսեք, մենք կարանք բառից վախենանք կամ բառին տանք կարծիք, որի մասին ոչ ուսումնասիրել ենք, ոչ էլ գիտենք, այլ ինչ որ մեկի ասածով արդեն այդ բառը մեզ համար դառնում է բացասական, բայց իրականում թե դրա տակ ինչ կոնցեպտ կա, այդ Կալվինը ինչ աստվածաբան է եղել, որ դարաշրջանում եւ ինչ տեսություն առաջ, որքանով է նրա ուսումնասիրությունը Աստվածաշնչի հիմնական, հիմնային խորը, մենք դրա մասին չենք մտածում։ Այդ բառից արդեն, քանի որ ինչ որ մեկը մեզ ասել է, զգուշանում ենք։ Ամեն դեպքում, եկեք հիմա անդրադառնանք այս, տեսեք, այս երբ որ խոսում ենք նախասահմանության մասին, նախասահմանության կարևոր կետերից հանդիսանում է պայմանական նախասահմանությունը եւ հանդիսանում է անպայմանական նախասահմանությունը։ Եվ մենք խոսեցինք, ինչա նշանակում կրկնակի նախասահմանություն։ Կրկնակի նախասահմանությունը նշանակում է, որ Աստված որոշ խմբի նախասահմանել է փրկության, որոշ խմբի դատապարտության եւ կորուստի։ Լինի կանխատեսությունով, լինի առանց կանխատեսելու։ Ինչ թվում է սա, դուք արդեն սրանք ամենահիմնական սկզբունքներն են, որովհետեւ մենք ճանաչենք ինչա նախասահմանություն նշանակում։ Դա համար ես մի քանի անգամ կրկնում եմ։ Հիմա այս օղակներում ես ձեզ կներկայացնեմ 3 տեսակի նախասահմանություն։ Այս պայմանականի եւ անպայմանականի հետ կապված կներկայացնեմ 3 նախասահմանություն։ Ինչա նշանակում նախասահման։ Առաջի տեսանկյունը հաստատում է, որ նախասահմանությունը փրկության եւ դատաստանի հանդիսանում է կարևոր տեսեք անպայմանական, այսինքն հիմնված չի մարդու ապագայի որոշման վրա, այլ ուղղակի արտահայտում է Աստծո սուվերեն կամքը։ Տեսեք, սա կարևոր առաջինը, այսինքն հիմնված չի փրկության հարցում, այսինքն եւ փրկվողների հարցում, եւ չփրկվողների հարցում, այն անպայմանական է։ Աստված չի նայում նախորոք ինչ են ասելու, եւ ինքը իր սուվերեն կամքի մեջ սկզբում հենց որոշում է որոշ մարդկանց փրկության, որոշ մարդկանց դատապարտության եւ կորուստի։ Այսինքն երկու որոշումներն են կայացնում է իր սուվերեն անկախ կամքի մեջ։ Չի նայում կանխագիտությունով թե ինչ անելու մարդը նոր որոշումը կայացնի։ Սա առաջինը, եկեք սա լավ հիշենք։ Երկրորդը, տեսեք, երկրորդ մոտեցումը փրկվածների հարցում, փրկության հարցում Աստված անպայմանական նա օգտագործում, այսինքն չի նայում ինչ անելու նոր որոշի փրկության, ինքն է որոշում փրկության։ Երկրորդ դատապարտության հարցում կանխագիտությունով է, պայմանականն է օգտագործում։ Նայում է, տեսնում է, որ ասելու են ոչ, որոշում է դատապարտության եւ կորուստի։ Առաջինը փրկվածների եւ կորուստի գնացողների հարցում անպայմանականն է, չի նայում ոչ մի նրանց ապագայի որոշումների կամ ավետարանի արձագանքին եւ որոշում է իր սուվերեն կամքում։ Երկրորդ մոտեցումը Աստված փրկության հարցում անպայմանական, այսինքն չի նայում նրա այոյին կամ ոչին, բայց դատապարտության հարցում նայում է նրա այոյին կամ ոչին, այսինքն նայում է նրա որոշումներին, նա մերժում է Աստվածաշունչը, դրա համար նրան նախասահմանում է դատապարտության եւ կորուստի։ Առաջինում չի նայում, առաջինում ուղղակի ինքը որոշում է, որ այս մարդը պիտի փրկվի։ Ես հետո ցույց տամ, սա երկրորդ մոտեցումն է, ավելի խորը մենք սրան կնայենք, որպեսզի տեսնենք ինչի մասին է խոսքը։ Այսինքն առաջինի հարցում, երկրորդի հարցում Աստված կանխորոք եթե տեսնում է, որ որևէ մեկը այո չի ասելու, դրա համար ինքը, այսինքն տեսնում է բոլորին ոչ ասող, դրա համար ինքը որոշում է ով է փրկվելու ըստ իր կամքի, բայց վերջինի հարցում ինքը տեսնում է, որ բոլորը մեկա մերժելու են եւ նրանց որոնց չի ընտրել փրկության, նրանց դատապարտության արդեն նախասահմանում։ Եկեք չխորանանք հիմա դետալի մեջ, որովհետեւ չփոթեք, եկեք հիշենք 1. Առաջինը Աստված եւ փրկվածների եւ կորուստի գնացողների հարցում անպայմանական է, այսինքն չի նայում նրանց որոշումներին եւ ինքը կայացնում է որոշում։ Երկրորդը փրկվածների հարցում անպայմանական է, չի նայում նրանց որոշման, փրկում է նրանց, մի քանի օգու սահմանում է փրկության, չփրկվողների հարցում պայմանական է, տեսնում է, որ ոչ են ասելու, դրա համար նրանց սահմանում է կորուստի։ Երրորդը տեսեք, երրորդ մոտեցումը եւ փրկության հարցում պայմանական է, տեսնում է նրա այոն կամ ոչը նոր որոշում է, եւ դատապարտության հարցում նայում է նրա այոն եւ ոչը եւ որոշում։ Սա 3 կարևոր մոտեցումներն են նախասահմանության։ Նորից եկեք կրկնենք։ Առաջի մոտեցումը Աստված անպայմանական է երկուսի հարցում էլ,
չի նայում ոչ փրկվողների ապագան, ոչ կորուստի գնացողների ապագան, ինքը որոշում է, երկուսի ընթացքը, երկուսի վերջը։ Երկրորդի հարցում Աստված որոշում է անպայմանական փրկվողներին, չի նայում նրանց այոյին կամ ոչին, իսկ դատապարտության հարցում նայում է նրանց ոչին եւ որոշում է նրանց կորուստի։ Սա երկրորդը։ Երրորդ մոտեցումը Աստված եւ փրկվողների հարցում եւ կործանվողների հարցում պայմանական է, այսինքն տեսնում է նրանց այոն եւ ոչը նոր որոշում։ Սա երեք կարևոր մոտեցումներ են։ Հիմա գնում ենք ավելի խորը, որովհետեւ տեսնենք այդ որոշումը Աստված երբ հակասում իր մտահղացման մեջ, որտեղ Աստված իր մտահղացման մեջ ոչ ֆիզիկական փաստորեն ակտ մեղքի անկման, երբ որ մտավ սատանան Եդեմի պարտեզ եւ մեղքի անկման մեջ դրդեց մարդուն, ոչ ֆիզիկական ակտ, այլ իր մտահղացման մեջ Աստված կանխագիտությունով նախորոք տեսնում է, որ մեղքի անկում պիտի լինի, թույլ է տալի մեղքի անկում, ոչ թե պիտի լինի, ճիշտ հասկացեք, թույլ է տալի մեղքի անկում։ Դեռ աշխարհը չստեղծած, Աստված իր մտահղացման ծրագրի մեջ արդեն թույլ է տալի, որ մեղքը մտնի աշխարհ։ Եվ հիմա նրա փրկության որոշումը պիտի տեսնենք, այդ մեղքը մտնելու թույլ տալուց առաջ է որոշում մարդուն փրկության եւ կորուստի, թե մեղքը թույլ տալուց հետո է որոշում։ Այսա ամենակարևոր եւ ամենագործողություն կատարող փաստն է նախասահմանության հարցում։ Սրա հետ է, որ շատերը ծանոթ չեն եւ սրանից է, որ շատերը տեսնում են ինչ որ մի տեսություն անարդար։ Հիմա եկեք անդրադառնանք այս մանր դետալների մեջ։ Ուրեմն տեսեք, մենք որոշեցինք առաջինը։ Մենք տեսանք 3 մոտեցում, այսինքն պայմանականի եւ անպայմանականի այս լուծումը երկու այս կետերի օղակներում, տեսանք 3 կարևոր մոտեցում։ Առաջին մոտեցումը եւ փրկվածների եւ կորուստի գնացողների հարցում Աստված անպայմանականա չի նայում նրանց այոյին կամ ոչին։ Երկրորդի հարցում Աստված փրկվողների հարցում պայմանական է, անպայմանական է, չի նայում նրանց այոյին կամ ոչին, եւ չփրկվածների հարցում, կորուստի գնացողների հարցում նայում է նրանց այոյին կամ ոչին։ Երրորդ մոտեցման հարցում Աստված երկուսի դեպքերում էլ, փրկվողների եւ չփրկվողների դեպքերում էլ նայում է նրանց արձագանքին, ավետարանի լույն, այսինքն պայմանական է, երկու տեսանք։ Հիմա եկեք անդրադառնանք ավելի նախասահմանության մանր դետալների։ Եվ այս 3 մոտեցումներն էլ համարվում են մեր վերնագիրը նյութի ինչ էր կրկնակի նախասահմանություն։ Եվ տեսնելով նախասահմանել, եւ չտեսնելով նախասահմանել, ամեն դեպքում երկու խումբերն էլ նախասահմանված են։ Մի խումբը փրկության, մի խումբը դատապարտության։ Եվ սրան հավատում են բոլոր հավատացյալները, լինեն կալվինական, լինեն արմինյանական, բոլորը հավատում են կրկնակի նախասահմանության, որ Աստված նախասահմանել է այս երկու խմբին։ Հիմա կանուխ տեսնելով եւ կանուխ չտեսնելով ամեն դեպքում նախասահմանել է, որոշի փրկության, որոշի չփրկության։ Սա կրկնակի նախասահմանությունն է։ Հիմա սերներս եկեք անդրադառնանք առաջի կարևոր մեր նյութին, երբ որ մենք ասենք առաջին Աստված չի նախասահմանում անպայմանական, չի նայում նոր նախասահմանին, այլ ինքը ուղղակի նախասահմանում է։ Սա առաջի կարևորը կոչվում է սուպրալոպսարյանականություն, Սուպրա բառը սա լատիներեն տերմինն է, որը առավել արտահայտում է։ Սա ամենակարևոր բանն է հիմա մենք նայում նախասահմանության հարցում։ Առաջինը, հիշում եք առաջինը որն էր։ Առաջինը, երբ որ Աստված անպայմանական է եւ փրկվածների եւ չփրկվածների հարցում։ Առաջինը սուպրալոպսարյանականություն, սուպրա նշանակում է նախորոք, դեռ չեղած, վրա, առաջուց, լոպսարիո, լեպսուս նշանակում է ընկնել, անկում։ Այսինքն առաջինը մինչև անկումը արդեն Աստված որոշում է։ Այսինքն իր մտահղացման մեջ դեռ անկումը թույլ չտված, Աստված արդեն որոշում է որոշ խմբի փրկության, որոշ խմբի կորուստի։ Եվ իմիջիայլոց շատերը մտածում են, որ կալվինական մոտեցումը սա է, ոչ երբեք։ Սա ծայրահեղ կալվինական են կոչում, բայց այն կալվինականի հետ կապ չունի։ Կալվինը երբեք այսպիսի բան չի ասել, եւ շատերը չգիտես ինչի ավտոմատաբար ինքնաբերաբար մտածում են կալվին բառը որոշում են այսպես են, կալվինը այսպիսի տեսություն չի տվել սերներս։ Եվ կալվինականները այս սա ծայրահեղ որոշ խումբ է, եւ հիմա նույնիսկ չկա այդպիսի մոտեցում։ Սա ռեֆորմացիայի մեջ որևէ մի հավատամքի մեջ նույնիսկ գրված չի եղել, որ այսպիսի հավատամքի են հավատում։ Սա ուղղակի մոտեցում է եղել այդպիսի։ Այսի հիշեք, այսինքն նորից Աստված իր մտահղացման մեջ մեղքի անկում է թույլ տալիս, բայց այսինքն երբ որ մենք ասում ենք սուպրալոպսարյանականություն, սուպրա նշանակում է առաջ, սկզբից կամ վրա, եւ լոպսարիուս, այսինքն նշանակում է անկում։
Հիմա առաջինը Աստված որոշում է, այսինքն այս սուպրանը շարժվում է սկզբից որոշում է ով է փրկվելու, ով է կորուստի գնալու, հետո նոր թույլ է տալի մեղքի անկումը։ Ինձ թվում է հասկանալի է։ Սա առաջին մոտեցումը, որը չի համարվում կալվինական ծայրահեղ ինչ-որ մի մոտեցում է, բայց մոտեցումը դասական։ Կա այդպիսի մոտեցում։ Մենք 3 այս մոտեցումների մասին։ Հիմա եկեք երկրորդին անդրադառնանք։ Երկրորդը ինֆրալոպսարյանականություն։ Սա ամենակարևորն է, ինֆրա։ Եթե տեսեք, եթե մենք խոսեցինք սուպրա նշանակում է սկզբից կամ վրա, տակը, ինֆրա նշանակում է դրանից հետո կամ տակը դրված։ Այսինքն մեղքի անկումի տակ, մյուսը մեղքի անկումի վրա է ընտրությունը, հələ չեղած անկումը, մյուսը անկումից հետո է ընտրությունը։ Սրանք ամենակարևոր կետերն է, որ դուք պիտի ճանաչեք ինչ է նշանակում նախասահմանություն։ Հիմա մյուսը արդեն ինֆրալոպսարյանականություն, սա ավելի կարևոր է տեսնենք։ Հիմա այս մոտեցումը, այսինքն իր մտահղացման մեջ Աստված թույլ է տալիս սկզբում մեղքի անկում։ Դեռ նորից եմ ասում, եկեք հիշենք, որ այստեղ մեղքի անկում չի վերաբերվում ֆիզիկական փաստին, որ թույլ եւ կատարվեց, ոչ, իր մտահղացման մեջ Աստված սկզբում թույլ է տալի մեղքի անկումը, հետո նոր կայացնում է փրկվողների եւ չփրկվողների որոշումը։ Հիմա այստեղ տեսեք ինչ է կատարվում։ Ուրեմն երբ որ երկրորդի հարցում Աստված այն ինֆրալոպսարյանականություն, այսինքն մեղքի անկումից հետո է Աստված որոշում կայացնում իր մտահղացման մեջ, Աստված տեսնում է, որ մեղքի անկումի պատճառով բոլոր մարդիկ դառնում են մեղավոր եւ չկա մեկը, որ Աստծուն այո կասի։ Ըստ դրա Աստված իր սուվերեն կամքով որոշ մարդկանց ում ինքը ընտրում է սուվերեն կամքով որոշում է փրկության, մյուսների, այսինքն անպայմանական, որտեղ տեսնում է, որ նրանք բոլորը ոչ են ասելու, իսկ մյուսների կյանքում պայմանական որոշում է նրանց կորուստի, որտեղ տեսնում է, որ որևէ մեկը չի ընդունելու Քրիստոսին, այսինքն չի արձագանքելու փրկության։ Նորից առաջինը ինչ էր, սուպրալոպսարյանականություն, այսինքն որոշումը կայացվում է մինչև մեղքի անկումը։ Եվ սա իհարկե եթե նայեք անարդար է, որտեղ մարդը դեռ մեղավոր բնություն չժառանգած, Աստված արդեն նրան որոշում է կորուստի։ Սա անարդար է, եւ սա ծայրահեղ մոտեցում է, սա կալվինական մոտեցումը չի։ Մյուս երկրորդը, որը առավել աստվածաբանական է եւ Աստվածաշունչն է ներկայացնում, որը հաշվի է նստում մարդու մեղքի անկումից կրած վնասի հետ, այսինքն մեղքի եւ հանցանքների մեջ մահացած վիճակի հետ, այսինքն Աստված իր մտահղացման մեջ թույլ է տալի մեղքի անկում, հետո նոր որոշ մարդկանց, որ տեսնում է, որ որևէ մեկը այո չի ասելու, որոշ մարդկանց իր ազատ կամքով որոշում է փրկության, իսկ մյուս մարդկանց ուղղակի թույլ է տալի, որ ընդհանրան, այսինքն այդտեղ նույնիսկ ինչպես ասեմ, կարելի ասել տեսնելով արդեն այդ վիճակը, որ չեն ասելու այո, նրանց չի տուն փրկության, այսինքն թողնում է կորուստի։ Նրանց հոժար կամքով, որտեղ նրանք հոժար կամքով ասում ոչ են ասելու։ Այնպես չի, որ նրանք ուզում էին այո ասել, Աստված ասես չէ, չեմ թողնի։ Այդպես չի։ Աստված տեսնում է, որ որևէ մեկը մեղքի անկումից հետո որոշում կայացել, Աստված տեսնում է, որևէ մեկը չի ընդունելու իրան։ Մերժելու են բոլորը, բայց իր ողորմությունով եւ շնորհքով մի քանիսին ինքը ընտրում է փրկության համար։ Իսկ նրանց մյուսին չի ընդունում, թողում է։ Սա ինֆրալոպսարյանականությունն է, սա կալվինական մոտեցումն է, որը հաշվի է նստում աստվածաշնչյան բոլոր կոնցեպտների հետ, ճիշտ մարդաբանության հետ, մարդու վնասվածքի հետ մեղքի անկումի պատճառով, հաշվի է նստում Աստծո շնորհքի եւ ողորմության հետ, բարձրացնում է այն ողորմությունը, որտեղ տեսնում է, որ որևէ մեկ այո չի ասելու մեղքի անկումից հետո, բարձրացնում է նրա սուվերեն ընտրությունը, նրա գերիշխանությունը իր մտահղացման վրա, իր ծրագրերի վրա, փրկության ծրագիրն է ճիշտ ներկայացնում, այսինքն Աստված քաշում է դրանց այդ մի քանի հոգուն, որպեսզի ընդունեն, այսինքն ամեն դեպքում մենք տեսնում ենք Աստծո ներգործության հետ հաշվի նստում, Աստծո շնորհքը ինչպես է գործում մարդու կամքի վրա, այսինքն բոլոր կոնցեպտների հետ այս երկրորդ մոտեցումը համահունչ է։ Ես այն չեմ գովազդում, դուք ինքներդ պետք է տեսնեք, սերներս, բայց սա հանդիսանում է առավել ռեֆորմատական հիմնային աստվածաբանություն, որին դասական աստվածաբանները բոլորը սրա հետ են համաձայն, որտեղ այն համահունչ է բոլոր աստվածաշնչյան կոնցեպտների, անտրոպոլոգիայի մարտաբանության հետ, Աստծո շնորհքի հետ կապված, ընդհանրապես ազատ կամքի հետ կապված, ամեն ինչի հետ, մեղքի վնասի հետ կապված, այսինքն խամարտիալոգիայի հետ, ինչպես է մեղքը վնաս է մարդուն կամ չի վնաս է մարդուն,
Սա կարևոր է։ Երրորդ մոտեցումը դա արմինյանական մոտեցումն է, հելենիստական, երբ որ Աստված իր մտահղացման մեջ թույլ է տալի մեղքի անկում, հետո պայմանական տեսնում է, որ որոշ մարդիկ մեղքի անկումից հետո իրենց ազատ կամքով այո են ասելու, այսինքն այստեղ տեսեք ինչն է խեղաթյուրվում, մեղքի անկումի հետևանքը, ինչքանով է մարդը վնասվել, ինչքանով չի վնասվել, այստեղ պետք է ճիշտ տեսնենք, այսինքն ինքը հոգևորապես մեղքերի եւ հանցանքների մեջ մեռած է թե ոչ։ Այսինքն արմինյանական մոտեցումը երրորդն է, այսինքն Աստված սկզբում իր մտահղացման մեջ թույլ է տալի մեղքի անկում, հետո պայմանական տեսնում է որոշ մարդիկ այո են ասելու, նրանց ընտրում է փրկության, եւ տեսնում է որոշ մարդիկ էլ ոչ են ասելու, նրանց ընտրում է կորուստի եւ դատաստանի։ Հիմա այսինքն սա երրորդ մոտեցումն է։ Եկեք հիմա ավելի մանրամասն նայենք, տեսնենք սրանցից որն է առավել եւ ինչը ինչի հետ է հաշվի նստում։ Առաջի մոտեցումը անարդար է, այո, որովհետեւ Աստված դեռ մեղքի անկումը թույլ չտված, արդեն նեյտրալ վիճակից, այսինքն մարդը նեյտրալ վիճակի մեջ է, դեռ հələ չստեղծված մարդուն, որոշ մարդկանց որոշում է փրկության, որոշ մարդկանց որոշում է կորուստի, դեռ հələ մեղքի անկումը չեկած, դեռ մեղքի անկումը թույլ չտված։ Սա իհարկե մենք տեսնում ենք, որ անարդար վարմունք է, որտեղ մենք չենք տեսնում մեղքի անկումից հետո մարդը ինչ է լինելու, արդեն հələ դեռ այդ մեղքի անկումը թույլ չտված, Աստված որոշում է։ Սա հանում ենք։ Սա ծայրահեղ մոտեցումն է, սա երբեք որոնք որ ավտոմատաբար մտածում են, որ սա կալվինական մոտեցումն է, դեռ մեղքի անկումը թույլ չտված, Աստված այդ ամենասկզբից որոշին որոշում է փրկության, որոշին կորուստի, այդպիսի բան չկա, սա կալվինական մոտեցումը չի, սա ջնջեք։ Ես ասում եմ, որ մյուսները, որոնք չգիտեն, գոնե են կարան եւ հասկան։ Հիմա գանք երկրորդին, այսինքն առաջինը իհարկե անարդար է, որովհետեւ այստեղ ոչ աստծո արդարությունն է արտահայտված, ոչ մարդու արդարություն, այսինքն ամբողջական անարդար նեյտրալ վիճակից ընտրությունը դա չի համահունչի աստվածաշան որևէ մեկ կոնցեպտի հետ։ Հիմա գանք երկրորդին։ Այսինքն առաջինը սուպրա լոբսարյանականություն, սա ծայրահեղ մոտեցումն է, բայց դասական մոտեցում, այսինքն երեք ճյուղերն են։ Մինչ մեղքի անկումը արդեն նախասահմանված, որոշելով ապրկվելու ոչ։ Հիմա սա անարդար մոտեցում է։ Երկրորդը ինֆրալոբսարյանականություն, երբ որ Աստված իր մտահղացման մեջ սկզբում թույլ է տալի մեղքի անկում եւ հետո արդեն տեսնում է, այսինքն կանխագիտություն, մեղքի անկումից հետո տեսնում է, որ բոլորը մեղավոր բնություն ժառանգելով որևէ մեկը չկա, որ ինչ անի, խնդրի Աստծուն, արդար չկա, մեկն էլ չկա, նրանց ոտքերը շուտ վազում են արյուն թափելու, նրանց կոկորդի տակ ինչ կա, թույն կա օծի, այսինքն տեսնում է, որ բարի չկա, մեկն էլ չկա, արդար չկա, մեկն էլ չկա, աստվածաշնչյան կոնցեպտը։ Երկրորդը ինֆրալոբսարյանականությունը հաշվի է նստում սրա հետ, այսինքն մեղքի անկումը թույլ տալուց հետո Աստված տեսնում է, որ որևէ մեկը իր հոժար կամքով ու չունի կարողություն այո ասելու։ Եվ տեսնելով այս վիճակը, Աստված իր ողորմությունով եւ շնորհքով, իր սուվերեն կամքով, մենք չգիտենք ինչի, այդ ընկածներից նույն կարգավիճակում բոլոր դժոխք գնացողներից մի քանիսին իր ազատ կամքով ընտրում է փրկության համար։ Մնացածին, որոնք բոլորը վազում են դեպի Աստծուն մերժելու եւ Աստծուն հայհոյելու, թույլ է տալի, որ այդ կարգավիճակի մեջ մնան։ Սա ինֆրալոբսարյանականությունն է, եւ սա նույնպես մենք տեսնում ենք կանխագիտության կոնցեպտի հետ հաշվի նստում։ Այո, Աստված կանուխ տեսնում է, բայց ինչ է տեսնում։ Կանուխ ոչ թե տեսնում է, որ մեկը իր հոժար կամքով այո է ասելու, այլ աստվածաշնչյան կոնցեպտը կանուխ տեսնում է, որ որևէ մեկը այո չի կարող ասի։ Դրա համար ինքը ընտրում է նրանցից մի քանիսին փրկության համար։ Իսկ մնացածին կանխա պայմանականորեն տեսնելով թույլ է տալի մնան այդ կարգավիճակի մեջ։ Սա ինֆրալոբսարյանականություն, որը առավել համահունչ է աստվածաշնչյան բոլոր կոնցեպտերից։ Հիշում եք, ես այն սկզբից ասեցի, երբ որ մենք խոսում ենք աստվածաշնչյան որևէ մի թեմայի մասին, պետք է զգույշ լինենք, արդյոք այդ թեման հավելված չի մարդկային ուսուցումներով։ Ինչպես կարանք դա իմանանք, մարդկային ուսուցում կա թե չէ։ Եթե մեր այդ թեման հարվածում է աստվածաշնչյան որևէ մեկ մյուս թեմային, խեղաթյուրում այն, ուրեմն այն աստվածաշնչյան չի, որտեղ աստվածաշունչը համահունչ է ներկայացնում։ Համահունչ։ Աստվածաշունչը ինքը իրեն չի կարա հակասի, որտեղ նույն հեղինակն է, նույն Սուրբ Հոգին է, Աստծո խոսքը, բայց մեր մտքի մեջ կարա լինի հակասություն, որտեղ չկա բավարար ուսումնասիրություն։ Տեսնում եք, սա ամենակարևորն է։ Հիմա եկեք անդրադառնանք երրորդին, որ կոնցեպտների հետ է համահունչ, որի հետ ոչ։ Երրորդը, երբ որ Աստված իր մտահղացման մեջ թույլ է տալիս մեղքի անկում,
եւ հետո իր կանխագիտությունով պայմանական նայումա ով այո ասելու այս կոնցեպտը հաշվի չի նստում մեղքի անկումի պատճառով մարդու վնասվածքի հետ այն խեղաթյուրում է եւ արհեստականորեն մարդու դերը ընտրության հարցում բարձրացնում է եւ անունատանի նեյտրալ այսինքն մարդը մեղքի անկումի պատճառով չի վնասվի ազատ կամք ունի սերներս սա խնդիր է որովհետեւ Աստվածաշունչը մարդուն երբեք այդպես չի ներկայացնում հիշեք բարը չկա արդար մեկն էլ չկա ասում փնտրող չկա ասում խնդրող մեկն էլ չկա որտեղից մենք կարանք ասենք որ մարդը ազատ կամքով մեղքի անկումից հետո այո ասելու Աստծուն չկա այդպիսի մի բան ելես մարդը իրեն է սիրում մարդը էգոցենտրիկ է այսինքն այս մոտեցումը աստվածաշնչյան կոնցեպտը խեղաթյուրում է անթրոպոլոգիան մարդաբանությունը մեղքի խամարտիալոգիան մեղքի անկումի հետևանքում վնասը ջնջում է կամ այն մարդակենտրոն անում մարդու դերը բարձրացնում է Աստծո շնորհքի դերը այդ ժամանակ իջնում է Ինչի, որտեվ եթե փրկվողը անձն է իր որոշումով, այստեղ Աստծո շնորհքը դեր չի խաղում։ Գալու եք, այսինքն կոնցեպտները վնասվում են, այսինքն վերջի երրորդի, որը արմինյանական է, վնասվում է կոնցեպտները, խեղաթյուրվում է մեղքի անկման հետևանքում վնասվածքը, մարդու բնության խնդիրը, մարդը իր բնության մեջ ինչ կարողություն ունի, ինչ չունի վնասվում է Աստծո շնորհքի մեծություն, այսինքն այն գովասանքի որոշ առումով փոքրանման, գովասանքը միայն մնում է, որ Աստված ուղղակի հերրական ինչ որ 90% գործեր արի, բայց 1% կարևորը մարդը պիտի որոշումը կայացնի։ Այսինքն այդ Աստծո արած 99%-ը ձրի ջնջեք գցեք եկող, որտեղ ոչ մի բան չի անում մարդու փրկության հարցում, միայն այն մարդու 1%-ն է ամբողջ փրկության գործը անողը։ Դրա համար այստեղ այդ 99%-ը արհեստական ինչ որ տոկոսներ են դնում։ Այսինքն սա չի նստում այդ հաշիվների հետ։ Ուրեմն սիրելիներս, ինձ թվում է մեզ համար պարզ եղավ։ Ինչ է նշանակում։ Կրկնակի նախասահմանության հավատում են բոլորը։ Որտեղ բոլորը հավատում են, որ Աստված որոշ խմբի նախասահմանել է փրկության, որոշ խմբի կորուստի։ Բայց արդեն մենք տեսնում ենք պայմանականություն երկու կարևոր կետերը։ Կա նախասահմանություն պայմանական, որը կապված է կանխագիտության հետ, Աստծո նախորդ տեսնելու մարդու որոշումների հետո նախասահմանելու, եւ կա անպայմանական, որ չի նայում այդ որոշումներին, ինքը որոշում է։ Եվ հիմա այս օղակներում մենք տեսանք 3 մոտեցում՝ սուպրալոբսարյանականություն, երբ որ Աստված որոշում է կայացնում մինչև մեղքի անկումը, նեյտրալ վիճակից մարդու որոշումը փրկության կամ կորուստի, երրորդ մենք տեսանք, որ Աստված մեղքի անկումից հետո է որոշում կայացնում, հիպոթետիկ թույլ տալով մեղքի անկումը, որոշումը նոր կայացնում, տեսնելով որ որևէ մեկը չի ապաշխարելու, որևէ մեկը չի փրկվելու, որոշ մարդկանց ինքը նախասում է փրկության, մյուսներին թողնում է իրենց կարգավիճակի մեջ։ Եվ երրորդը Աստված մեղքի անկումից հետո տեսնում է, որ մարդը ազատ կամքով այո է ասելու, նրան ընտրում է փրկության։ Մյուսներին էլ տեսնում է, որ ոչ են ասելու, թողնում է կորուստի։ Տերը ձեզ օրհնի։ Ինձ թվում է բավարար հասկացանք ինչ է նշանակում նախասահմանություն, ինչ է նշանակում կրկնակի նախասահմանություն։ Եւ տեսեք, երբ որ մենք շարունակենք Հռոմեացիս արդեն 9-րդ գլխի հետագա համարներից մենք 13-ից արդեն կանադառնանք 10-11-րդ գլուխներում, որտեղ առավել Աստված խոսում է ներկայացնելով Աստծո փրկության ծրագիրը, որի մեջ անդրադառնում է Իսրայելի ձևավորման եւ Իսրայելի սուվերեն ընտրության կարգավիճակին, մենք խոսեցինք, հիշում եք, երկու տեսակի Իսրայելի մասին է խոսում։ Կա ժողովուրդ որպես նախասահմանված սեփական ժողովուրդ եւ կան մնացորդ շնորհքի մնացորդ ընտրության պես այն փրկվածների հետ է կապված նույնպես իսրայելացի։ Հիմա տեսեք, այս օղակներում, երբ որ մենք կանադառնանք նախասահմանության, դուք ինքներդ կտեսնեք, որ մոտեցումն է առավել արտահայտում Աստվածաշունչը։ Տեսեք, ես ուղղակի մի համար կարդամ Հռոմեացիս 9:16-ը, ես մի քիչ 14-ից կգամ, որպեսզի դուք շահկապ տեսնեք։ Հիմա ինչ ասենք։ Միթե Աստծո մոտ անիրավություն կա, քավլից գիտեք երբ այնքս ասում։ Երբ որ ասում Աստված փոքրին սիրեց, մեծին ատեց։ Եսավին ատեց, Հակոբին սիրեց։ Եվ մարդու մոտ հարց էր առաջանում. բա Աստված ինչքանով է արդար։ Եթե ընտրություն արեց, մեկ երկուսը նույն մորից, նույն հորից, զույգ երեխաներ, մեկին սիրեց, մեկին ատեց։ Ինչի։ Դեռ հələ չար եւ բարին չարած։ Ինչի։ Եվ հետեւից Հիմա ինչ ասենք, միթե Աստծո մոտ անիրավություն կա քավլից եւ տեսեք գերիշխանությունն է բարձրացնում, որտեղ Մովսեսին ասում է կողորմեմ ում որ կողորմեմ, կգթամ ում որ կգթամ։ Որ կոնցեպտի է դա հաշվի նստում։ Մովսեսի պարագայում բոլորը մեղանչել էին, բոլորը պիտի կործանվեին եւ Մովսեսն ասում է խնդրում եմ ժողովրդին ողորմի, այսինքն բոլորին։ Բոլորը մեղանչել են, բոլորը պետքա դատապարտվեն եւ մահանան, մեղքի վարձը մահ է։ Բայց Աստված ինչ է ասում, կողորմեմ ում որ կողորմեմ։
Բոլորը պիտի դատապարտեն, բայց ես կողորմեմ ում որ կուզեմ կողորմեմ, ուշադիր եք հետից բանը բացատրելու։ Կողորմեմ ում որ կողորմեմ, կգթամ ում որ կգթամ։ Կգթամ ում, ով որ քիչ է մեղանջը, չէ, կգթամ ում որ կուզեմ գթամ։ Տեսնում եք, կողորմեմ ում, ով որ մի քիչ արժանի է, ոչ, կգթամ, կողորմեմ ում որ կողորմեմ։ Ես գիտեմ ում ինչ կանեմ։ Ես կանեմ, կողորմեմ ում որ կողորմեմ, կգթամ ում որ կգթամ ու հետևից նայեք։ Ապա ուրեմն, այսինքն ինչ եզրակացություն այս խոսքերից։ Ապա ուրեմն ոչ կամեցողիցն է, որ ուզում է որ իրեն ողորմի, որտեղ ոչ մեկ չի կամենում որ իրեն ողորմեն։ Բոլորն ուզում են հեռանալ, բոլորն ուզում են Աստծուն մերժեն, ապա ուրեմն ոչ կամեցողից է, ոչ էլ վազողից կամ ջանք անողից, այլ Աստվածանից, որ ողորմում է։ Հիմա մեր ինֆրալոպսարյանականությունը եւ ուպսալոպսարյանականությունը եւ արմինյանական մոտեցումը դուք ինքներդ տեսեք, ով է համահունչ նստում եւ ներդաշնակ այս հատվածի հետ։ Եվ կտեսնեք, որ այն ինֆրալոպսարյանականությունը, որը հենց կալվինական մոտեցումն է, սակայն մենք պետք է հասկանանք ինչ է նշանակում այդ բարիտակ ճիշտ բովանդակությունը պիտի տեսնենք սերնես։ Սա ամենակարևորն է, որ ես ուզեցի ձեզ ասեմ, որովհետև Գիրքն ասում է Փարավոնի թե հենց նրա համար գրգռեցի քեզ, որ քեզանում ցույց տամ իմ զորությունը եւ իմ անունը ամեն երկրի մեջ պատմվի։ Թույլ տվեցի, որ քո սրտի խստությունը արտահայտվի, որ իմ հրաշքների միջոցով ցույց տամ թե ով եմ ես։ Եվ մենք մի փոքր զայնագրություն կունենանք, կանադառնանք զատիկ հասկացողության, որտեղ սա նույնպես խեղաթուրել են, զատիկը նույնպես չեն ընկալում ինչ տոնա, ինչի հետ է կապված, այն 5 տականում ինչ էր նշանակում, ինչ բովանդակություն կար 5 տականում դրա տակ, եւ ինչպես է Քրիստոսը այն վերագրում արդեն նորոգ տակը, եւ մենք ինչպես ենք տեսնում Պողոս ասում, մեր զատիկը Քրիստոսը մորթվեցավ, ուրեմն, այսինքն ինչպեսի վարկ պիտի լինի դրանից, այսինքն մենք սա կտեսնենք արդեն մեկ այլ զանազանության մեջ։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար, ամեն։